Նրանք ապրում են մեր կողքին, ստեղծագործում են, կերտում են 21-րդ դարի հայ արվեստը, մենք նրանց չենք ճանաչում։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։ Շարունակում ենք CV ամանորյա հանդիպումները 11 ակումբի հյուրընկալ դահլիճից եւ այսօրվա մեր հյուրն է Միքայել Ոսկանյանը եւ իր ընկերները, մարդ, որը 2013-ին գրանցեց բազմաթիվ հաջողություններ, մարդ, ում հետ 4 տարի շարունակ մենք պատրաստվում էինք քննությունների, մեզանից ոչ մեկ արվեստաբան չդառավ, բայց Միքայել Ոսկանյանը եւ իր ընկերները իրենց փառահեղ նվագով կապացուցեն, որ մեծ հաջողությունների են հասել եւ դեռ մեծ հաղթանակներ կունենան գալիք տարիների ընթացքում։ Գնացինք։
Ինչ էինք նոր լսում։ Ստեղծագործությունը կոչվում է շատրվաններ, իմ ստեղծագործությունն է, կարելի ասել առաջին ստեղծագործություններիցս մեկն է, որ մոտավորապես 6-7 տարվա պատմություն ունի արդեն, այնտով նվագում ենք հենց առաջին իսկ օրից, ու բացի այդ այս ստեղծագործությունը կարող է հայտնի լինել մեր գյուղը հեռուստասերիալից, որի սաունդթրեքն էր։ Ես գիտեմ 2013-ը բազմաթիվ հաջողությունների տարի էր քո համար, այնպես որ սկսես դրանց ներկայացնել, շատ երկար կլինի, բայց հիմնակարային լուսավոր կետերը։ Հաջողությունների սկիզբը կարելի է համարել հենց տարվա սկզբից, փետրվար ամսին մենք մեր բենդը One Music Awards-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն բենդ։ Ու շարունակական այդպես մեզ ստիմուլ տվեց, մենք սկսեցինք ստեղծագործել, համերգներ բազմաթիվ, մոտ երևի 80-90 համերգ ենք ունեցել։ Ու այդտեղից բացվեց հաջողությունների Այո, ճանապարհը։ Միքայել, ես ներկայացրեցի քեզ, ներկայացրեցի մեր երկարուձիգ տարիները, որ մենք սովորում ենք ԵՊՀ-ի Սև շենքում, եւ կուզեմ դու ինքդ ներկայացնես քո խմբին արդեն։ Սիրով, Դավիթ Մելքոնյան, Հայաստանում առաջատար սաքսոֆոնահարներից մեկը, իմ շատ մտերիմ ընկերը, միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր, մեծ հաջողությունների հասած հրաշք մարդ։ Հարվածային գործիքներ։ Հարվածային գործիքներ, այո, Մովսես Էբեջյան։ Մովսեսը մեր խմբի ուրախություններից մեկն է, իր քաղաքական գործիչների պարոդիաներով հանդերձ, շատ լավ է ստացվում, նույնիսկ այդ ձայներով նա հարվածային գործիքներ է նվագում։ Հուսով եմ մի օր առանձին կանդրադառնանք, այսինքն կարելի է հարվածային գործիքներով Արշակ Սադոյանի ձայնը ստանել, մոտավորապես։ Մովսեսը ստանում է։ Հասկացա։ Գուրգեն Էբեջյան Մովսեսի ավագ եղբայրն է։ Մի օր ինքը հենց կատակ արեց, ինչով է հեշտ, երբ երկու եղբայր նվագում են միևնույն բենդով, ասում է մի անգամ են զանգում բոլորին, եւ այսպես Մովսես Էբեջյան, Գուրգեն Էբեջյան, Մովսեսի ավագ եղբայրը մեր այսպես եղբայրն է, բաս գիտարահար, եւ ստեղնաշարային գործիքներին նստած է Արման Պեշտմալջյանը, կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ուսանող, արդեն մագիստրանտ, հա, շուտով կավարտի, Արմանը հրաշալի երաժիշտ է եւ հրաշալի ստեղծագործություններ է գրում ինքը, նաեւ։ Եվ մենք ունենք նաեւ այսօր ցավոք սրտի բացակա ընկեր, մեր ամենատարեց երաժիշտը ու ամենահայտնի պերկուսիոնիստներից մեկը Հայաստանում Էդուարդ Հարությունյանն է, հարգելի պատճառներով այսօր բացակայեց։ Էդուարդն էլ կարծես մեր խմբի այսպես ավագ մասն է ապահովում, իր փորձը փոխանցում է մեզ ու այդպես։ Միքայել, 2014-ի գլխավոր նպատակը, որ այս պահին տեսնում ես քեզ համար։ Միջազգային բեմերում հանդես գալն է, չեմ ուզում փակակցեր ուղղակի բացել, մենք հրավերներ ունենք տարբեր տեղերից, փորձենք հնարավորինս շատ գեղեցիկ ու պատվավոր ձևով ներկայացնել մեր երկիրը։ Մաղթում եմ քեզ եւ քո խմբին հաջողություն այն ճանապարհի մեջ, որ սկսել եք, կարծում եմ երկար կտևի եւ այս տարվա մեջ 2 անգամ մենք հանդիպեցինք CV շրջանակներում, դա երևի մեր միակ հանդիպումն էր առհասարակ տարվա մեջ, կարծում եմ, որ գալիք տարիները նոր պատմություններով ու նոր հաջողություններով կրկին բազմաթիվ հանդիպումներ կունենանք։ Թե եթերում, եթե եթերից դուրս։ Ու հաջորդ կատարումը, որը մենք լսում ենք, հաջորդ կատարումը կոչվում է Շաքարաքլոր։ Միքայել Ոսկանյան եւ ընկերներ, CV ամանորյա եթերը շարունակվում է եւ Շաքարաքլոր կատարումը այժմ կհնչի։
Tak tak get don't get that get don't get out get bom 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 dum didn't get that I'm bom 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 no no bom was em no no bom bom no no bom bom ding get bom bom no bom bom em pen no 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 de dem get bom 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 dum 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 dum
Շնորհակալություն, այսպիսին էր այսօրվա CV-ն, բուռն եւ ջերմ, շնորհակալություն որ երեկոն զարդարելու համար, ձեզ մաղթում եմ անսահման հաջողություններ գալիք տարուն, մեծ հաղթանակներ ու լիքը փող։ Հետևելով հազարամյակների իմաստությանը, մենք էլ ամենահամեղը թողեցինք վերջում։ Այսօրվա մեր հաղորդման աղանդերը Հրանտ Սահակյան և Վահիկ Ասոյան։
Հրանտ Սահակյան եւ Վահիկ Ասոյան Օչի Չորնի ու Սև աչեր երգերի յուրահատուկ ռեմիքս տարբերակը այժմ մեր եթերում։ Շնորհակալություն մեր ամանորյա հաղորդման ճիրն ու չամիչը, այսինքն աղանդերը լինելու համար։ Հրանտ, 2012 թվականին դու հանեցիր ձայնասկավառակ, 2013-ին այն դուրս եկավ բազմաթիվ խանութներից, որովհետև հատուկ լիցենզիա եւ ակցիզներ մտան ձայնասկավառակների համար։ Գիտեմ, որ բողոքի ակցիա ես պլանավորում դրա դեմ, այդպես է թե ոչ։ Այո։ Ինչ ես պատրաստում անել։ Պատրաստվում եմ լքել հայրենիքը։ Փաստորեն արտագաղթելու քո միտումը կապված է Դեղին թղթիկների հետ փոքրիկ, այո։ Իսկ դու փորձեցիր օրինակ պայթացնել որևիցե շենք, անել ցույց, քաղաքակիրթ միջոցներով լուծել հարցը վերջապես։ Չէ, ոչ քաղաքակիրթ միջոցներով միայն։ Վայ 2013 թվականի քո գլխավոր ձեռքբերումը որտե՞ղ։ 2012-ի վերջին ունեցա փոքրիկ բալիկ, որը փոխեց իմ ամբողջ կյանքի մասին ունեցած պատկերացումը ու հասկացա, որ կարիերայի եւ փողի հետևից ընկնելը դա շատ կարևոր է։ Շատ կարևոր չէ։ Բայց փոքրիկ բալիկին մեծ դարձնելու համար սիրած գործով զբաղվել է։ Պետքա քո անձնական օրինակով ցույց տաս, թե ինչպես պետքա ապրել։ երաժշտությունը որպես օրորոցային օգտագործում ես։ Երաժշտությունը որպես օրորոցային չեմ օգտագործում։ Առողջ է քնում երեխան հետևաբար, առանց շատ հարմոնի ձայների։ Հրան դու ժամանակին տարբեր խմբերում էիր նվագում։ Մեկ էլ մի առավոտ արթնացավ, որոշեցիր, որ ոչ միտեղ չես նվագելու։ Քեզ հանեցին բոլոր տեղերից։ Ես լսել եմ, որ փոքրիկ դավադրություն է եղել մանավանդ Fairwind խմբի հետ կապված։ Չէ, չի եղել տենց բան։ Չէ, ուղղակի Երևանյան շուկան չի ոգեշնչում ոչ մի ձև, որպեսզի դու անշահախնդիր վերաբերվես դրան։ Ամեն ինչ ակցիզներից բայց սկսեց։ Դե հասկանում ես, չեմ ուզում կոնկրետ ասեմ, բայց պատճառը դա է։
Եվ պարոնայք, ձեր բարեմաղթանքները ձեր ընկերներին, առաջին հերթին ինձ եւ երկրորդ հերթին այլ ժպտերես դեմքերի, որ հիմա նայում են մեզ եւ ասում են, «Էսի չեն, էս իրեքը անում»։ Եղեք ուրախ, զբաղվեք ձեր սիրած գործով, որը վաղ թե ուշ կդառնա ձեր հիմնական եկամտի աղբյուրը, որով շատ սիրով կզբաղվեք, չգիտեմ։ Ցանկանում եմ, որ 2014 թվականի շեմին բոլորը լցված լինեն նոր ուժերով եւ այդ նոր տարին ծառայի նրանց, որպեսզի նրանք սկսեն ամեն ինչ սպիտակ թերթից կամ թղթից։ Շնորհակալություն, որ մասնակցեցիք մեր այսօրվա հաղորդմանը, հաջողություններ, հաղթանակներ, սեր եւ բազմաթիվ սիրած աշխատանքներ։ Շնորհակալություն, որ հետեւում եք մեզ, կհանդիպենք։ Ահա այսպիսի ամանորյա տոնական հանդիպումներ էին կազմակերպել։ CV-ն արդեն 1 տարի է ինչ եթերում է եւ այս 1 տարիների ընթացքում ունեցանք 50-ից ավել հաղորդումներ, 50-ից ավել բացահայտումներ ու հանդիպումներ եւ վերջապես եկավ պահը, որ պատիվ ունեմ շնորհակալություն հայտնելու մարդկանց, առանց ում հնարավոր չէր լինի այս հաղորդումը։ Բեմադրող օպերատոր Արմեն Հակոբյան Թամրազյան, մոնտաժող Էդուարդ Սողոյան, տնօրեն Արամ Հարությունյան։ Իսկ ձեզ սիրելիներս շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Մենք դեռ կհանդիպենք, գուցե այլ վայրում եւ այլ ձևաչափի մեջ, բայց անպայման կհանդիպենք։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Առայժմ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, կոտորակ 21, հեռախոս 53 88 20։